Յուրաքանչյուր երկիր ունի կենտրոնական բանկ, եւ հենց այն է որոշում փողի արժեքը բարձրանա, թե նվազի։ Օրինակ, երբ կենտրոնական բանկերը բարձրացնում են տոկոսադրույքները, վարկերը դառնում են թանկ։ Մարդիկ ու բիզնեսները սկսում են ավելի քիչ ծախսել։ Արդյունքում գնաճը նվազում է։ Իսկ երբ տոկոսադրույքները նվազում են, վարկերը դառնում են էժան։ Տնտեսությունը սկսում է արագ աճել, բայց կա ռիսկ, որ գնաճը դուրս կգա վերահսկողությունից։ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո շատ երկրների կենտրոնական բանկեր իջեցրեցին տոկոսադրույքները տնտեսությունը խթանելու համար։ Իսկ հիմա շատ կենտրոնական բանկեր բարձրացնում են տոկոսադրույքները գնաճը զսպելու համար։ Այս ամենը նշանակում է, որ կենտրոնական բանկի որոշումներն ազդում են թե քո կյանքի վրա, թե քո վարկերի վրա եւ թե ապրանքի գների վրա։ Ուզում ես իմանալ, թե ինչպես ճիշտ օգտվել ֆինանսական համակարգից ավելի խելամիտ որոշումներ կայացնելու համար, հետևիր ինձ եւ միասին կխոսենք այս մասին։